Ռումինիայի խորհրդարանի ստորին պալատը ընդունել է Ռումինիայի եւ Մոլդովայի վերամիավորվելու մասին օրինագիծ, թեւան շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչու հենց հիմա։ Իրականում այդ նախագիծը վաղուց էր շրջանառության մեջ, սակայն ընթացք տվեց միայն հիմա, հավանաբար պատճառներից մեկը այն միջադեպն էր, որը տեղի ունեցավ մայիսի 29-ին, երբ ռուսաստանյան անօդաչու սարքը Ռումինիայի տարածքում խոցեց բնակելի շենք 10 հարկանի, դեպքը Գալացա քաղաքում էր։ Դրանից հետո Ռուսաստանի հյուպատոսը Կոնստանցիայում հայտարարվեց persona non grata, գլխավոր հյուպատոսությունը Կոնստանցիայում փակվեց եւ դիվանագիտական հարաբերությունները Բուխարեստի եւ Մոսկվայի միջև լարվեցին։ Այս որոշումը առայժմ վերջնական չէ, քննարկումները դեռ պետք է շարունակվեն խորհրդարանի վերին պալատում, սենատում, բայց այս process-ը արդեն սկսվել է եւ դա ինքնին չափազանց կարեւոր է։ Դա լրջագույն մարտահրավեր է ուղղված Մոսկվային։ Բնական է, որ Քիշնևում այս process-ը ողջունում են եւ միանգամայն համաձայն են այդ process-ին մասնակից լինելուն։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի առաջնահերթություններից մեկն է իր երկիրը Ռումինիայի հետ վերամիավորելը։ Եվ անկախ այս process-ի հետ Մոլդովան վարում է եվրաինտեգրացման քաղաքականություն եւ վերջին տարվա ընթացքում այդ process-ը ել ավելի է ակտիվացել։ Դեռևս 22 թվականին Մոլդովան հայտ ներկայացրեց Եվրամիության անդամ դառնալու մասին, 24 թվականին Մոլդովայում տեղի ունեցավ հանրաքվե, որում մեծամասնությունը հարցվածների մասնակցիցների կողմ արտահայտվեցին Եվրամիության անդամակցությանը եւ երկիրը հույս ունի, որ արդեն 28 թվականին կավարտի բոլոր անհրաժեշտ բարեփոխումները եւ 30 թվականին կկարողանա դառնալ Եվրամիության լիարժեք անդամ։ Դրան զուգահեռ Մոլդովան ամեն ինչ անում է վերջնականապես իր հարաբերությունները ԱՊՀ-ի հետ խզելու համար։ Ապրիլին Մոլդովայի խորհրդարանը ընդունեց որոշում, որով դենոնսացիայի ենթարկեց ԱՊՀ-ի մասին ստեղծման մասին համաձայնագիրը։ Իսկ նախկին ԱՊՀ անդամ մյուս երկրներում Եվրամիության հետ մերձեցման process-ը ինչպես է զարգանում։ Նախկին խորհրդային գրեթե բոլոր պետություններում շարունակվում է Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը, ու թերևս միայն Բելարուսն ու Վրաստանը այս հարցում ակտիվություն չեն ցուցաբերում հասկանալի պատճառներով։ Ուկրաինան ակտիվացրել է այս ջանքերը եւ հույս ունի, որ 30 թվականին հնարավոր կլինի արդեն քվեարկության դնել երկիրը Եվրամիության անդամ ճանաչելու մասին նախաձեռնությունը։ Բրյուսելում այս կարծիքը գնահատականը առայժմ համարում են շատ լավատեսական, բայց չեն բացառում դրա հնարավորությունը։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանը եւս հռչակել է Եվրամիությունը իր գլխավոր ռազմավարական դաշնակիցներից մեկը։ Հունիսի 3-ին վերսկսվեցին Ադրբեջանի եւ Եվրամիության միջև ռազմավարական հարաբերությունների մասին բանակցությունները։ Արդեն ավարտվել է նախնական բանակցությունների փուլը, որում մշակվել է համապատասխան փաստաթուղթը, որը ստորագրելուց հետո Եվրամիությունը Ադրբեջանի համար կդառնա ռազմավարական դաշնակից։ Դե իսկ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանին դեռ 2 տարի առաջ էր անվանել ռազմավարական դաշնակից։ Ղազախստանի եւ Եվրամիության միջև հարաբերություններում նույնպես շատ հետաքրքիր process է ուրվագծվում։ Այս շաբաթվա սկզբին պատմական այցով Բրյուսելում էր Ղազախստանի նախագահ Տոկաևը։ Նա հայտարարեց, որ այսուհետ Ղազախստանի համար Եվրամիությունը նույնպես լինելու է ռազմավարական գործընկեր։ Բրյուսելում նա ստորագրել է մի շարք համագործակցության մասին փաստաթղթեր, մասնավորապես առևտրի ոլորտում, եւ այդ շրջանառությունը 12 միլիարդ դոլարի է
հասնելու։ Դրանից առաջ էլ Ղազախստանը Միացյալ Նահանգների հետ էր ստորագրել 17 միլիարդ դոլարի գործարք։ Եվ իսկ Եվրամիության եւ Ղազախստանի միջև շուտով արդեն առանց վիզային ռեժիմ է գործելու, հավանաբար այդ խնդրին վերջնական լուծում կտրվի արդեն 27 թվականի սկզբին։ Այսինքն ինչ որ իմաստով Ղազախստանը անգամ Հայաստանից է առաջ անցել եվրոինտեգրացման ճանապարհին, բայց Մոսկվայում դրան այսպես չեն շտապում գնահատական տալ եւ ավելի շատ ուշադրությունը սևեռել են Հայաստանի եւ Բրյուսելի միջև հարաբերությունների վրա։ Եվ ինչ է այս ամենը նշանակում, Արտյոմ։ Դե առաջին հերթին սա նշանակում է, որ Ռուսաստանի դիվանագիտական ու քաղաքական ջանքերը, որոնք ուղղված էին նախկին դաշնակիցների հետ հարաբերությունները պահպանելու վրա, արդյունք չեն տալիս։ Բոլոր, արդեն գրեթե բոլոր Ռուսաստանի դաշնակիցները ձգտում են կամ նախկին բարեկամ պետությունները գերադասում են եվրոինտեգրացիան։ Դա առայժմ չի բերում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ճնշման նվազեցմանը, սակայն այս ձևավորվող ֆոնը վկայում է այն մասին, որ Հայաստանի ձգտումը օբյեկտիվ է եւ միայն մենք չէ, որ այդ ձգտումը ունենք։ Այսինքն շարունակվում է ԱՊՀ-ի քայքայումը եւ այս ֆոնին Հայաստանի ձգտումները միանգամայն օբյեկտիվ են եւ բնական, քանի որ այլ հարևան պետությունները նույն նպատակն են հետապնդում։ Այսինքն դա բնական process է եւ չպետք է որ դրա համար Հայաստանից ոմանք նեղանան։ Շնորհակալություն։